եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը։ Բարև ձեզ։ Բարի օր բոլորին։ Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մի քանի օր առաջ պայթեց Նիկոլական հերթական սուտը, էլի Ջայլանդակ սուտ, Արշակ Սրբազանի հետ կապված։ Գիտեք, որ պատվիրել էին 3 տարբեր երկրների անկախ փորձագետների, որովհետեւ փորձագիտական սնություն կատարեն եւ արդյունքները այլևս պարզ են։ Հենց հիմա այս պահին իր փաստաբանը մանրամասն ներկայացնում է, թե ինչ արդյունքներ կա, ինչ է եղել։ Փաստորեն սա երևի արհեստական վանականությամբ թե ինչպես էին ստացել, բայց բոլոր դեպքերում իրենց չգիտեմ, հաջողեց թե հաջողեց, դուք արդեն խոսեք այդ կեղծիկը իր նպատակին հասցրեցին, թե ոչ, Ռիամ։ Ակնկալելի էր, որ դա սուտ է։ Զուտ եթե մասնագետ չլինելով նայում ես այդ կադրերը, այնքան արհեստածին են եւ բովանդակությունը եւ սցենաները, հա, որտեվ եթե դու մարդու բնակարանում տեղադրել ես տեսախցիկներ, ապա երևի ավելի հետաքրքիր, ավելի չալակաչ կադրեր էլ կլինեին։ Այդ ինչ միջոց հիմարություն եք դրել շրջանառության մեջ, չէ՞։ Համենայն դեպս ունենալով փորձ նման բացահայտումներ ուսումնասիրելու, ես կարող եմ վստահեցնել, որ հիմնականում նման սլիվեր արվում են ավելի հետաքրքիր, ավելի պիկանտ բաներ, հա, հենց բուն սեռական ակտը, ես չգիտեմ, կամ ինչ որ ավելի sense բացահայտ բաներ, այսինքն ամբողջ այդ լայնածավալ հնարավորությունների մեջից ընտրվել է ինչ-որ մի հատ անհասկանալի սցենա, որը իրականում ոչ հասկանալի է ովքեր են, նախ սկսենք դրանից, երկրորդը անհասկանալի է ինչ են այդ մարդիկ այնտեղ անում, անհասկանալի է որտեղ է դա, այսինքն դա առանց փորձաքննությունների իրականում ակնհայտ էր, բայց քանի որ գործը հասել է դատարան, քանի որ դա բարձրացեց որոշակի հանրային աղմուկ եւ դրա մասին ամբիոնից խոսում էր Նիկոլ Փաշինյանը, դա հիշում եք, մի քանի ամիս առաջ ինքը քերակնոջ մասին թեմա էր ծավալել ու ամբողջ ազգով չեն կարող հասկանալ, ինչ քերակնոջ թեմա է, պարզվում է սրա մասին է խոսքը գնում։ Այսինքն հերթական անգամ մեզ պետք էր ավելի նյութական եւ ավելի փաստավորված ապացույցներ, որ Նիկոլ Փաշինյանը իր արշավը եկեղեցու դեմ ծավալում է կեղծ փաստերի վրա եւ իր միակ զենքը եկեղեցու դա կեղծիքն է։ Շատ ուրախ եմ, որ 3 անկախ միջազգային լաբորատորիաներ են այս հետազոտությունը արել, ինչու որովհետև հնարավոր չի կաշառել այդքան մարդ, դա բավականին պրոբլեմատիկ է կաշառել է, եթե դա արվեր Երևանի, ես չգիտեմ, Թատերական ինստիտուտի, չեմ մոնտաժ ֆակուլտետի կողմից կարելի էր ենթադրել, որ սա մարդուն կաշառել են, ну չեմ ասում կաշառել, այլ որպես ենթադրություն կարելի էր դա առաջ քաշել, հա։ Բայց դա երբ որ եթե դա լիներ մենակ Ռուսաստանը, կասեին հա դե ռուսների հետ խոսացել են, բան են արել, ռուսին փող են տվել։ Վստահաբար։ Բայց քանի որ այստեղ 3 իրար հետ կապ չունեցող կենտրոններ, որոնց դժվար է կաշառել զուտ ծավալի առումով, հետևաբար մենք պետք է հիմք ընդունենք, որ այս տեսահոլովակը կեղծված է։ Եվ հաշվի առնելով այն բոլոր կեղծիքները, որոնք արդեն իսկ բացահայտված են, օրինակ նույն Արշակ Սրբազանի դեմ քրեական գործը հիմնված է ինչի վրա։ Կեղծ մատնության վրա, որ ինչ որ մի տեր պատմել է, որ Արշակ Սրբազանը 7 տարի առաջ սպառնացել է մյուս տերտերի գրպանը, ինչ որ մանկցի։ Հասկանում եք, ոչ մի լուրջ երկրում, ոչ մի լուրջ իրավապահ համակարգում նման ցուցմունքները չեն կարող հիմք հանդիսանալ բանի, որպես քրեական գործ առհասարակ հարուցելու։ Այսինքն եթե ես հիմա ստեղ նստած ասեմ, որ
քանի տարի է գալիս 7 տարի առաջ Արտուր Հովհաննիսյանը, երբ որ ՊՕԱԿ-ի տնօրեն էր, ինձ սպառնացել է սպանել կամ գրպանս բան գցել, եթե ես չանեմ այս բաները։ Ինչ շանսեր կան, որ կկալանավորեն իրեն։ Արտուր Հովհաննիսյանին կկալանավորեն։ Իմիջիայլոց կարելի է փորձել։ Դե մի քանի հոգի գնան, ասեն։ Ես կդատվեմ սուտ մատնության ես կդատվեմ սուտ չեն գտնվում, գիտես։ Հասկանում ես, չէ՞, ես հիմարներին ինչ որ բան ապացուցելու համար, ես չեմ պատրաստվում վտանգեմ իմ կյանքն ու ազատությունը։ Սա ընդհանրապես ենթադրությունների շարքն է, այսինքն այստեղ կա երկու անհերքելի փաստ։ Այո, ես ու Արտուր Հովհաննիսյանը շատ կարճ ժամանակահատվածում 18-19 թվականների ընթացքում աշխատել ենք նույն կառույցում, ես եղել եմ փորձագետ, նա եղել է փոխտնօրեն։ Այսինքն նման խոսակցության արկայությունը տեսականորեն հավանական է։ Երկրորդ փաստը, որ Արտուր Հովհաննիսյանը ծառայում է անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ ապահովում է նրա հիվանդագին գաղափարախոսություն եւ քաղաքականությունը, իսկ ես մերժում եմ այդ ամենը։ Սա երկու անհերքելի փաստեր են եւ տեսականորեն կարելի էր ենթադրել, որ նման միջադեպ կարող է տեղի ունեցած լինել։ Եթե ես դա հանեմ որպես պնդում, որ նման բան իմ կյանքում եղել է, Արտուր Հովհաննիսյանը չի կարող ապացուցի, որ նման բան չի եղել։ Սակայն շանսերը ինչքան են, որ ոչ թե ինձ կձերբակալեն որպես սուտ մատնություն հայտնողի, այլ կգիտեն Արտուրիկին կասեն վեշերդ հավաքի, դու էլ պատգամավոր չես եւ գնում ես Արմավիրի քրեակատարողական։ 0 Հետևաբար այս մարդու նկատմամբ, կոնկրետ այս մարդու նկատմամբ մենք ունենք ֆիքսված երկու կեղծիք Արշակ Սրբազանի։ Հա, խոսքը գնում է Արշակ Սրբազանի մասին։ Երկու կեղծիք, որոնք միտված են, որոնք ընդհանրապես ծառայում են մեկ նպատակի՝ մեկուսացնել նրան, որ բան անեն, նա չկատարի իր գործողությունները եւ մերկացնեն եկեղեցու պաշտպանողական հերթական մի շերտ։ Հիմա որպես մասնագետ Տիկին Ադիբեկյան, տեսեք, այդ ինֆորմացիան իրենք նետեցին, այդ ամբողջ կինոն ստացան, ձերբակալեցին, հիմա արդեն բացահայտվում է, պայթում է, որ սուտ է, այդպիսի բան չկա։ Այդ ձերբակալելուց առաջ ոնց որ ֆոնը ապահովեցին, չէ՞, ստով։ Սա տարածեցին, հետո երկրորդը, հիմա իրեղեն ապացույցն էլ է կորել, երկրորդի հետ կապված, իրեղեն ապացույց չկա, բայց Արշակ Սրբազանը շարունակում է փակված մնալ։ Նույնը կարող ենք ասել եւ Բագրատ Սրբազանի վերաբերյալ, որ նրա խոսակցությունից կտրում են կոնտեքստից դուրս ինչ-որ դուրս բան, դա դառնում է հիմք քրեական գործ հարուցելու համար, ու երբ որ ամբողջ տեսագրությունը, ամբողջ լսագրությունը հրապարակվում, բարձրանում մարդը ուրիշ բանի մասին։ Բա Միքայել Սրբազանն է, եթե դրանից առաջ դատախազությունը որոշում է, որ այնտեղ չկա որևէ հանցակազմ հայտարարության մեջ, հետո անցնում է 2 տարի, որոշում են, որ կա։ Այդպիսի նախ պիտի պարզենք, եթե այդպիսի որոշում է դատախազությունը այն ժամանակ ընդունել, քանի օր ռադարեցիք ձեր դատախազությունից։ Չէ, այսինքն հետո եկել են նոր ինչ-որ աշխատողներ կամ հները, արդեն պատվերաիչել Նիկոլի կողմից, որ պիտի ձերբակալենք Միքայել Սրբազանին։ Իմիջիայլոց այս տնային կալանքի մասին մա պիտի հարցնեմ, պիտի խնդրեմ խոսենք, բայց թեման փակենք, հա, Արշակ Սրբազանի հետ կապված, քանի որ մենք նաև բարեկամներ ենք, ես ասեմ, որ այն որ փորձագիտական, հիշում եք այն տիրադավներից մեկը նախկին Գևորգ Սրբազանը, բա մենք գնացել ենք, բոլորս պահանջել ենք, ստորագրել ենք, չգիտեմ ինչ, որ անպայման այս հարցին ընթացք տրվի եւ այլն, իրանք բոլորը իբր թե sense բարոյականության բաներն էին, ջատագովներն էին, լավ, ասենք թե ալեն, սուտ։ Ուրեմն առաջարկը եղել է Արշակ Սրբազանի կողմից, հենց առաջին օրը հոգեվոր այդ ժողով ինչ որ խորհուրդ է հավաքվել, ինքն ասել է, որ ես եմ առաջարկում, որ անպայման անցնի փորձագիտական զննություն եւ դրանից հետո նոր խոսենք, իսկ իրանք ներկայացնում, որ իբր թե մենք ենք ուզել։ Հիմա ստացար, դե ներողություն խնդրի։ Նա այդ ինչա դրա անունը։ Այդ Գևորգ Ինչ։ Նախքին Գևորգի Արման։ Հիմա թող էս Արմանը, այդ հիմա որ բան է արել, օկուպացրել է եկեղեցին, հա, Մասիս քաղաքի։
շատ ենք սիրում խոսել բարոյականությունից։ Որ այս բարոյականն է, այս անբարոյականն է, ես չեմ կարող լինել նույն համակարգում մի անձի հետ, որը հանդուրժում է անբարոյականությունից, չգիտեմ, քեռակնոջ հետ ապրելը անբարոյական է, այնի անբարոյականը հետևաբար կաթողիկոսը պետք է հեռանա, օքեյ, շատ վեհ գաղափար է, բայց արդյոք այդ գաղափարի կրիչը չգիտի, որ դավաճանությունն էլ է անբարոյականություն։ Երբ որ դու դավաճանում ես այն, ինչին դու ծնկի եկած երդվել ես, ուխտ ես կերել, հավատարիմ ծառայել եւ դու դա դավաճանում ես, այդ պահից դու արդեն կտրում ես ցանկացած հնարավորություն խոսել ինչ որ մեկ ուրիշի բարոյականությունից, որովհետեւ տիրադավներին եք ասում։ Միանշանակ, այսինքն թե ով ում հետ ինչ անում է, արդեն էական չի, որովհետև դու քեզ քո դավաճանությամբ քեզ դասում ես այդ շարքում։ Տղա ջան, մի հատ հələ գնա քեզ նայի։ Արման։ Նույն ինքը նախքին դե կճույան, չգիտեմ եսի ինչ եւ այլն։ Այդ լյուբոյին բեր։ Եվ դավաճանությունը խոսում է մաքրությունից, սրբությունից, բարոյականությունից, Աստծոց։ Անկեղծ ասած զարմանում եմ։ Լուրջ եմ ասում, զարմանում եմ։ Որովհետև եթե դու դավաճանել ես այն, ինչին դու երդվել ես ծառայել, միանշանակ վաղը դու դավաճանելու ես նրանց, հանուն ում դու դավաճանել ես քո իսկ սեփական երդումը։ Բավականին կասկածելի անց իրականում այդ Արմանին, որ նայում ես, իր ճակատին sense ոսկի տառերով դաջված է, բիժնիկ, ես չգիտեմ դրա հիմքում ինչա դրված։ Մանկական տրավմա է, թե միգուցե սպանեցինք, թողեցինք, ով ինչ սրիկայություն, տականքություն անում է, մի հատ արդարացում են գտե մանկական տրավմա։ Չէ, նո մանկական տրավման դա իրոք բանա, մարդիկ կան, որ կարողանում են հաղթահարել, մարդիկ կան, որ չեն կարողանում, դա, բայց հիմքը դա կարող է լինի, որ ժամանակին աղջիկը մերժել են Արմանին, ստիպված տերտերա դառել ու հետո մտածել է, որ հոգեվորականների ջանին, հա, հիմա է։ Ես չգիտեմ ինչում նա խնդիրը, բայց այդ մարդը փաստացի աբիժնիկ է, որովհետև ինքը ինչ որ գեշտալտը բացա մնացել ու փորձում է այդ կոմպենսացնի իր այս հիմար եւ անհեթեթ քայլերով եւ խոսքերով, որովհետեւ չի կարելի երանդով պնդել, որ մեռնեմ կաթողիկոսի ջանին եւ նույն երանդով ասել կաթողիկոսը հեռանա, որովհետեւ կաթողիկոսը յախկա։ Դա տենց չի լինում։ Որտեւ եթե կաթողիկոսը յախկա, դու դա չէիր կարա չիմանայիր 30 տարի, մինչև ասենք կես տարի առաջ։ Տես, Արմինե, շատ ուշագրավ բաներ է տեղի ունենում, շատ մեծ աղմուկ բարձրացավ, հա, այդ եպիսկոպոսատ ժողովից վախեցած սարսափած էր ինքը, ամեն ինչ արեց Նիկոլը, որ չգնան, արգելեց, որ դուրս գան եւ այլն, ինչեւ է։ Դա կայացավ, խորապես մտահոգություն են հայտնել Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ եւ դատավարությամբ եւ անօրինական վճիռներով, այս հատուկ է մեծ հատվածը մեջբերում հիշեցնել, որ հատկապես ցնցումների մեջ ընկավ Նիկոլը, ամենայն հավանականությամբ Ալիևի եւ Փաշազադեի հրամանով, երբ որ նմանատիպ հայտարարություն հիշում եք, որ եղավ 2 ամիս, 3 ամիս առաջ, սա էր պատճառներից մեկը։ Դատապարտել են այն ինչ որ տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ նաեւ հույս են հայտնել, որ այդ տիրադավները, այսպես ասած, խելքի կգան։ Ինչն է ուշագրավ, տիրադավներից մեկը հենց երկրորդ ստորագրողն է Հովնան arczepiskopos Տերտերյան, խնդրում եմ բացատրես։ Ես բացատրություն չունեմ։ Անկեղծ եմ ասում, ես բացատրություն չունեմ, որովհետև լավ, ուրիշ օրինակ բերեմ, որ պարզ լինի, լրիվ ուրիշ ոլորտից է, բայց կհասկանաք ինչի մասն է խոսքը գնում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ որ Հոլանդիան օկուպացված էր եւ առհասարակ Եվրոպան օկուպացված էր, այդ օկուպացված տարածքներից մարդիկ տարբեր ճանապարհներով փորձում էին գալ հասնել Բրիտանիա, որը օկուպացված չէր,
ու հոլանդական այդ բաները, լոդեչնիկները լամանշը լոդկով անցնում էին։ Ուրեմն այդ փախստականներին նավակներով բերում էին բան բրիտանական ափ։ Հետո բանից պարզվում է, որ իրանք մի կողմից այդ փախստական հրեաներն են, հակաֆաշիստներն են եւ մնացածն, բայց դրա հետ միասին նրանք այդ նույն նավակով տեղափոխում էին, ասենք, բան, շպիոնական տեղեկատվություն։ Իսկն Եվրոպայից Բրիտանիայում գտնվող գերմանական շպիոնների համար առաջադրանքներ էին բերում եւ հակառակ ուղղությամբ տանում էին արդեն պատրաստի պատասխաններ։ Այդ մարդիկ միաժամանակ կրում էին երկու ֆունկցիա՝ պրոֆաշիստական եւ հակաֆաշիստական։ Երբ որ այդ ցանցը բացահայտվեց, ինչ արեցին այդ մարդկանց, ինչ եղավ։ Ես ասում եմ պատերազմով չեմ զբաղվում, դա բիզնես է։ Ես եւ սրանց եմ օգտակար, եւ նրանց եմ օգտակար։ Իմ համար մեկը էլի կան այդ իրադավներից, ասում եմ մեջտեղում կանգնած են, սենց։ Իմ համար մեկը, ով կկրի ինչ կանի, այս պահին սա է իմ բիզնեսը։ Այ հիմա սրանք ինձ հիշացնում են այդ լոդեչնիկներին, որ ասում է Նիկոլը դեմա տալիս, ասում է ստորագրի, ասում է պրոբլեմ չկա։ Այնտեղ են բերում ասում են ստորագրի, խնդիր չկա։ Տիրադավներին եւ Փաշինյանին միացած Հովնան arczepiskopos Տերտերյանը նույնպես ստորագրել է ամենայն հայոց կաթողիկոսին ի աջակցություն արված եպիսկոպոսած հայտարարությունը։ Բարև ձեզ։ Սա միակ բացատրությունը, որը ես ունեմ, որովհետև հնարավոր չի մի տուտուզով նստել երկու ձմերուկի վրա ու փորձել կայունություն ապահովել, ձմերուկները շուտ թե ուշ բան են անելու, գլորվելու են, ընկնելու ես տուտուզը կոտրես։ Հիմա որ արելա լավ է արել, այսինքն ես ողջունում եմ ինչ առումով։ Դա նշանակում է, որ առաջինը Նիկոլի շանտաժը փաստորեն չի գործում։ Սուտ են քո ասած, որ ասում ես ստով ինքը։ Երկրորդը դա նշանակում է, որ Նիկոլի կողմից ձևավորված այս կոոպերատիվ եկեղեցին բարձած ֆեյքա, փշիկա ու բացարձակապես անիմաստ է։ Իդեպ ասած կեղծիքների շարքից շատ կա երեք Մուրազի Բորիսն էր բացահայտել իր Facebook-յան ընկերների միջոցով այդ հերթական այդ կոոպերատիվ պատերակի ժամանակ մեկը տերտերի շորերով բան անում, բանից պարզվում է ինքը ոչ հոգևորականն է։ Դա հայտնի է, որ այդտեղ քանի հոգի եղել են, իրական Ոչ բանը, հոգևորական մարդը հասարակ ինչ որ անհասկանալի ծագում ունեցող բիզնեսմեն է, թե ինչա, ոչ մի խոսքով Նիկոլենց հետ կապ ունեցող բան է, քանի որ իրանք չունեն այդ անհրաժեշտ հոգևորական մարդկանց ռեսուրսը, իրանք ասես կլոուններին բան են հագցնում, ռյասա են հագցնում, ասում են բանը այդ կադիլան բռնի ֆրցերա կամ փետը բռնի խփի։ Էսա, այսինքն հերթական կեղծիկը ստեղ էլ է բացահայտվում։ Ու դա նշանակում է, որ Նիկոլի այս բանը կրկեսը չի աշխատում, մարդիկ հենց հնարավորություն են ստանում ազատվել Փաշինյանի ազդեցությունից, ճնշումից, բանից, նրանք անում են ինչ որ պետք է անեն, ու դա շարունակական է լինելու, որովհետև հոգևորականները կապ չունի դուք իրանց ինչ եք մեղսագրում, այն եթիմն էլ բաներ արել, որ բանը իբր մանկապիղծներ են, հասկանում եք, չէ, այդ բանի արժեզրկման, եկեղեցու արժեզրկման մակարդակը, ու ով է դա ասում, ով, Ալեն Սիմոնյանը, մարդ, որի բարոյական կերպարը լուրջ հարցեր է հարուցում, լավ, ինչև է, մտքից թելը կոտրվեց։ Խոսում եք, ես հիմա տես, բայց մյուսներն էլ են լռել, լավ է, որ միացավ, հա, Տիրադավներին Տերտերյանը միացավ, բայց Վազգեն Սրբազանի ձայնը ինչ որ արդեն չի լսվում, այն Անուշավան Սրբազանը ընդհանրապես ասեմ ավելի Կճյանի ձայնը չի լսվում։ Ինչ ա եղել, Ես չգիտեմ, երևի Կճյանի փողերը պրծել է, ինչ արել էլ պետք չի, կամ հակառակը Կճյանին հիմա տեղեկատվական դաշտից հանել են, որ այդ
նեգատիվը իր նկատմամբ հանդարտի, որ մի գեղեցիկ օր Փաշինյանը կարող է Կճյանին առաջարկի որպես ապագա ամենայն հայոց կաթողիկոս։ Ես չգիտեմ, այնուամենայնիվ տեղեկատվական դաշտից Կճյանը ոնց որ դուրս է մղվել, թե հիմա իր ցանկությամբ, իր կամքով, թե հակառակը ինչ որ նախագծի շրջանակներում նրան դուրս են բերել այս տեղեկատվական հարցակումներից, որ բան անեն, մաքրեն անունը, սա վբրոսերից կտեսնենք, էլի, ասենք, Կճյանը մանկատանը, չգիտեմ, ռեմոնտ է արել, մանկապարտեզա կահավորել, կտեսնենք, մենք պետք է հասկանանք, եթե սկսենք Կճյանի անունը մաքրել, դա նշանակում է, որ իրանք նախագծի շրջանակներով են նրան հանել, այսինքն նրան հանելն են ոչ թե նա դուրս եկել, եւ պատրաստում են նրա համար ինչ որ նոր ձայն։ Ու բանը, մի խոսքով, ինչ որ մտքերս շատ խաոտիկ են բանանում։ Տես, բայց հիմա մենք արդեն սկսել ենք ուրախանալ այն բանի վրա, երեք մեր գործընկերներից մեկն էր այդ թեմային անդրադարձել, որ իբր ինչ մեծ ձեռք բերում է տնային կալանք։ Նես տպավորություն է, որ դե գիտեք, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան մեծ գումարներ տվեցին, որ եւ նաեւ սարքավորումներ բան, ի աջակցություն մեր իրավական համակարգի, որտեղ մենք ցես դեմոկրատիայի խոսքի ազատության դռները մարդու իրավունքների sense բացած, բան այդ դրա մեջ ենք։ Ինչ է ստացվում, հիմա բանը լավ էր նկարել, այնտեղ ոդկի շղթաներ, ինչ որ էլեկտրական սարքերը, չէ, ոդկին դրած, մի հատ բան հետաքրքիր առաջարկեր, ասում եք, եթե այսպես գնա, դե հաշվար կանեմ, այսքան ձայն ունեմ, ասեք մի 400,000-ի ոդկին դնի, Նիկոլը, ոչ էլ ընտրության գնա, վերջարար գնա։ Իբրև թե Միքայել Սրբազանի վիճակը այդ լավորից չի էլի որ որոշելա թողնի, որտեվ շատ վատ վիճակում, ինքը շատ լավ գիտի իրան, դա ներկայացել են կամ Նարեկին Սամսոնյան, ես չգիտեմ, ինձ ասում են երևի պետք էլ չի ասել, բայց գիտեք, հիվանդանոցում միայն վիրահատությունից հետո 3-4 անգամ ուշաթափություն է ունեցել Նարեկը Սամսոնյան, տեսեք ինչ է անում էլի սա, ու իբրև թե մեծահոգություն, գուցե սա էլ է մտածած, տանում են նստածում, տանը տնային կալանք սարքնել դնում են, ու տենց չգիտեմ քանի մարդու կալանքը մնում է կալանք, իհարկե, տնային, բանտային ինչ ձևի է, կալանքը մնում է կալանք, բոլորը եղել է մեկուսացման մեջ, մենակ այդ մարդը կհասկանա ինչ բան է լինել կալանքի տակ։ Մենք ստեղ նստած կարող ենք շատ երկար խոսել, լավ է, վատ է, ուրախության առարկա է, թե զայրույթի առարկա, շատ կարող ենք խոսել, բայց հիշենք, եկեք հիշենք, կալանքը մնում է կալանք։ Իդեպ կալանքի վերաբերյալ մի քանի օր առաջ ելույթ է ունենում մեր իրանց ՄԻՊ-ը, ասենք երկրում լուրջ խնդիրներ կա խոսքի ազատության, մարդու իրավունքների հետ, ասենք դու քո ամենամյա հաշվետվությունն ես տալիս, դու ճեպազրույցներ ես տալիս եւ դրա մասին դու պետք է խոսես։ Կապ չունի դու կարող ես օժանդակել, չես կարող, կարաս օգտակար լինես այս հարցում, թե չէ, դա ուրիշ հարց է, բայց դու դրա մասին պետք է խոսես։ Որտեւ դու դրա համար աշխատավարձ ես ստանում։ Հիմա ինչի՞ց է խոսում ճոճը։ Քրեակատարողական հիմնարկների որակի մասին։ То есть այդ կնոջ միակ մտահոգությունն է, որ կապ չունի ինչի համար են մարդիկ բանտարկվում։ Կարևորը որ իրանք այնքան լավ են նստած կամ այնքան լավ պետք է նստեն։ Չէ, ճիշտ է, որ իրենք նստած են, իրանք այդ տեղի հարցն է մնացել։ Նստել է այդ կնոջ համար, то есть այդ մարդուն նստել է այդ կնոջ համար, օքեյ է։ Նորմալ է։ Բայց իրան պետք է, որ երբ որ այդ միջազգային գոյություն ունի միջազգային կազմակերպություն, որը զբաղվում է հենց բանտերի բանով, մոնիտորինգով, հա, իրան պետք է, որ այդ աչոտների մեջ բանտերը լինեն։ Սուտ է խոսում, արդեն 4 ամիս է բարձրաձայնում ահազանգում է Զարուհի Փոստանջյանը, գարշահոտություն է, սա հատուկ են անում, ինչա, որ ուզենար զբաղվել չէր կարողանա, որ չվախենար Նիկոլից այդ հարցով, Վարդան Ղուկասյանին գարշահոտության մեջ 4 հոգի մի խցում, վարագույրով ինչ-որ մի հատ առանձնացված է, լվացարանն է, չգիտեմ ինչ է, սանհանգույցը տենց առանձնացած, այդ պայմաններում, բան չի միա չի, այսինքն դու կարծում եք ինքը հետամոտ լիներ այդ հատ չի, այդ արել է ստորացնել։ Նրա միտքը նրանում էր, որ կանանց այդ Աբովյանի քրեակատարողական արդեն իդեալական է, ես եղել եմ այնտեղ, չգիտեմ, ես շատ կուզեմ, որ դու այդ իդեալական պայմաններում ապրես, ու դու կապրես, հարցը դա չի, բայց Նուբարաշենը ոնց որ Նիդատյագիվ է, էլի Նուբարաշենը իհարկե
պետքա լիովին վերակառուցվի։ Ոնց հացադուլի մեջ գտնվող մարդուն, հիվանդ մարդուն դու տանում ես դաժան խցային պայմաններ Նարեկ Սամսոնյանին տանում է այդտեղ, Վարդան Ղուկասյանը չգիտեմ քանի հիվանդությամբ տանում են խոշտանգում են այդպես, Միքայել Սրբազանին որ Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է։ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբով սառնամանիքի մեջ։ Բայց իրան պետքա որ Նարեկ Սամսոնյանը առնվազն միջազգային կառույցների տեսախցիկների տակ լինի բանը չգիտեմ սպիտակ մաքուր անկողնով եւ չեխական կաֆելով բան ինֆորմացիա մարդը հացադուլի մեջ մարդուն տանում են դաժան խոց որտեղ հատուկ հսկողություն լինի Անայդ Մանասյանի մտքերն օքեյ է Անայդ Մանասյանի համար դա օքեյ է Չէ, եւ նաեւ պիտի ստրադեմ խոսել, այս տնային կալանքները ճիշտ է ասում, արյունից ինչ տարբերություն։ Սա է թե նա հիմա ձև է գտել էլի մարդկանց մեկուսացնելով, ասում է ես հայրենիք ունեմ կամ ես ինչ ես անում, մի հատ մեկուսացնելու նոր բան է գտել բոլորին տնային կալանք։ Վաշինգտոնի այդ պատկերը ստացան այն մոտավորապես կապիկ վարժեցնելու մի հատ ինչ-որ sense բան կա, դա արդեն սովորական է դարձել արևմուտքի համար, հատկապես եւ Եվրոպայի համար եւ Միացյալ Նահանգների այդ Զելենսկի օրինակը ձեզ բան կտրտմբացնեն, կվարժեցնեն, կժպտան, բոլորը կգրկնախառնվեն, գինը տեսնում եք, այնտեղ անվերջ կյանքեր եւ տարածքներ, մենք այդպիսի տպտմբոնց ու ժպիտներ տեսանք Եվրոպայում, տեսանք որ գինը ինչ էր, հիմա սա է, ինչ երջանկություն ամբողջ իր բաների մեջ է հայտնվել։ Էս այդ Արյան կանչա, Արյան կանչա, ուր է հայտնվել։ Հետա։ Բաբոնց։ Հետևեք բանը Միրզան Արարատի աշկերին, էլի։ Լրիվ կենթանու բան, ինքը այնքան վախեցած է, այնքան անձ չի, հա, որ ռիսկ չի անում երես թեքի մարդու հետ ում ուզում է տեսնի բախում է աչքերն է խաղացնում։ Այս էլ արդեն ինքնահրապարակել, գտել են իրար առանձին, ինչ է էլի, Ինչ է, ասենք հերթական տարածքներ, հերթական բան եւ հետո մեկ էլ այս ամեն ինչից իմիջիալոց ինքը պայթեցնում է, ես չնայած այս հարցը նոր Երվանդ Բոզյանի հետ էլ քննարկեցի, թվում է թե չէ, իրենք ամեն ինչ անել են որ Նիկոլը Թուրքիան եւ Ադրբեջան ամեն ինչ անել են որ Նիկոլը մնա չեն էլ թաքցնում դրա մասին խոսում են, բայց կողքից տալիս է անդադ բացահայտում, ասում է, ես չես խոսում, բա սահմանադրությունն է, բա հռչակագիր է, բա 300,000 ադրբեջանցիները, այսի ծպտուն չկա, այս ողորմելի բոմժից ծպտուն չկա, որ ասի, բա այդ Սումգայի տեսաորերի միջալոց մոտենում են, բա այս 800,000 հայությունը, որ ապրում էր Ադրբեջանում, ապրում էր հայկական Արցախում, դրա մասին ծպտուն չկա, ինքը ասում է, ինչ, այսինքն չեն է խնայ, միտեղից սեղմում տալիս են, միտեղից էլ բան պահանջները դնում են, էլի, այս վիճակն է։ Խնդրեմ։ Եվ այս ամենով հանդերձ Արմինե, այս ամեն ասելա սա բանալը ես ընդհանրապես կարամ հավելեմ, որ եւ ըստ կադրերի եւ ըստ վարքավոճի Նիկոլ Անգելը մոր փոր իշխանությունը տեղ է, փողը տեղ է, ազատությունը այլասերվածության մակարդակի հասցրած տեղը, ինչ ուզում եմ անում եմ, փրթեմ, թափեմ, կուլագնում, մարսվում է, Պերվիկ ֆրացող տղեկի հետ տալի առնում է ճիշտ մատուցողի մակարդակով, բայց դե ինչ կապ ունի, ասենք Դոնալդ Տրամպի հետ մի հարթության վրա նստած է, նու կիսաչոք կարգավիճակում, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը լրիվ դզված, իր սաղ հարցերը տեղը գցած մարդ է։ Եվ նորմալ է, որ նա չի ուզում այդ ամեն ինչը կորցնի։ Ու ոչ միայն որովհետև իշխանությունը քաղցր բան է, այլ որովհետև այդ բոլոր ձեռքբերումները խռիկներից են հանելու։ Ինքը հասկանում է, որ պատասխան է տալու այս ամեն ինչի համար։ Ինքը չի ուզում պատասխանատվություն կրի, որովհետև իրան սենց լավ է, ու դրա դիմաց ինքը ինչ է անում։ Ասում է, հա ախպեր ես ձեր հողերը տվել եմ, ես սահմանադրությունը կփոխեմ նենց ոնց որ իմ տերերին հարմար է, ինչ է էլի պետք անել, ուզում եք Երևանը սարքենք բան,
Բաքվի բան պրիգրը խնդիր չկա անգեր կանենք մենակ թե այս ամեն ինչը ինչ ես ունեմ ես պահպանեմ ու ես իմ նախերի հետ կպայմանավորվեմ ես իմ նախերին կասեմ որ եսի խաղաղությունն է որ դուք չեք հասկանում որ սա պետական շահ է դուք այդքան ուղեղ չունեք որ գնահատեք իմ ներդրումները այս գործի մեջ հա հետո ինչ որ ձեր տարածքը դառնում է պրախադնոյ դվոր ու նարկոտրաֆիկի հիմնական բան հանգույց հետո ինչ որ ձեր երեխեքը նարկոտիկներից կմեռնեն հետո ինչ որ արտագաղթը 92,000-ի է հասել 5 տարվա մեջ սենց թվեր չի եղել շատ վաղուց չի եղել սենց թվեր ես իմ նախիր հետ կպայմանավորվեմ ինչա պետք անել այն օրը շատ հանկարծակի նա ցենց պուճուր կտոր աչքովս ընկավ հիշում եք ես դաժե ստեղ նստած ասում էի որ Նիկոլ Փաշինյանի դեմը դատարկ թուղթ եմ դնում այն ստորագրումա չիմանալով այդ թղթի վրա հետո ինչ են բանալու եթե արխիվներով մանկա կգտնենք ես դա շատ վաղուց եմ ասել այն օրը Խոստովանում ասում է թեթև նայեցի իսկ դաժե չգիտեմ ինչի մասին էր խոսքը գնում ստորագրեցի գնաց այնի չի կարդում ինչա ստորագրում ինքը մեր նման հետևանքների մասին իմանում է հետո բայց զատու իր ամեն ինչը դզված է ասենք աղջիկը ձիու հետ է զասվում կնիկը վերջապես փսակվեց ես չգիտեմ ամեն ինչ օքեյ է իր մոտ մեր ապագայի մեր գոյության իրավունքի հաշվին Խոսեցիր այդ ամուսնության մասին, վերջապես հա երազանքը կատարվեց, հա, իբր թե նայել, տենց ուզում էր, նայել ասում էր, չէ, կամ հիմա այդ թատրոնը ինչ-որ մեկի վրա ազդելու է, Արմինե, բա ինչի իմաստը որն էր, ես իմ իրանց թված, որ ինչ-որ մի պահ թված, չեն ասկամ, որ իրանք չեն ուզում, այդ թեման մեկ է կփակվի, վդրուկ արդեն չենք ասի Նիկոլի սիրուի, կասենք Նիկոլի կնիկ, չենք ասի, որ 4 ապորին երեխա ունի, այլ կասենք, իրանք երեխեք պապա ունեն դա բացարձակապես անիմաստ է, որտեվ ինչ ամուսնացած, ինչ չամուսնացած Աննա Փաշինյանը կա Աննա Փաշինյան։ Ասենք այդ ԶԱԳՍ-ի թուղթը ոչ մեկիս կյանքում եւ նրա կյանքում հատկապես չի փոխելու։ Ոնց թալանել են, տենց թալանելու են, ոնց ծախել են երկիրը, տենց էլ ծախելու են, ոնց ինքը մեր թոշակառուների հաշվին Գուչի եւ Բալենսիագաները առնում տենց է շարունակվելու է։ Իբիջարոց էսի մի գրառում կար Աննա Հակոբյանի հիմնական սխալն այն է, որ նա հաճախ շփոթում է երեկոյան հագուստը եւ այն կրում է ցերեկը։ Ստացվում է ամուսինը մասնակցում է բանակցությունների, իսկ կինը երեկույթի։ Տպավորություն է, թե նրանք տարբեր միջոցառումների են։ Էթիկետի եւ գործարար արակարգի փորձագետ Աննա Ֆուկինա։ Ասենք Աննա Հակոբյանի ճաշակի Բայց իմիջ մեր վրա կասկածողները իսկ հիշում եք ով էր իր իմիջ մեյքերը ինչ-որ մի հատ աղանդավոր բան այդ Վարսա Հարդար ճիշտ է հետո հանեցին ինչ արեցին լավ դե տասեն ինձ թվում է Աննան թվում է որ ինքը այնքան կա որ արդեն ինքնուրույն կարող է իր լուքը ձևավորել որովհետև ինքը Գուչի եւ Բալենսիագա ունի եւ նա գիտի դա ինչպես անել բայց ասենք Աննայի անճաշակությունը դա Причевайзицых Ուշադիր նայեք այդ կինը որտեղ երբ ու ինչա հակել վեհապարի հետ նստած հազիվ թե վրան ինչ որ շորափատատել որ դա անընդունելի է անգամ եթե դա թշնամի եկեղեցու առաջնորդ է անգամ եթե բան հարսանիքին սպիտակ շորը հագնում գնում է դե նա լսեց քեզ էլ չի անում Ամեն դեպքում դա ես դες ֆիքսված փաստեր եմ ասում, որը անընդունելի է։ Մինչև վաղ չեմ սորը կարեմ հատ թվարկեմ նրա անհեթեթ լուքը, որը իրոք Ճաշակը ուղեղի հետ կապ ունի, Արմինե, թե չէ։ Ճաշակը ճաշակի հետ կապ ունի։ Այդ ճաշակը կամ կա, կամ չկա։ Եթե դու չունես ճաշակ, իսկ դու չունես ճաշակ ապա ուրեմն ճաշակ ունեցող մեկին վարձում ես մեկը փողը վճարում ես
որ ինքը քեզ զորով, ծեծելով, ստիպելով հագցնի այն ինչ որ դու չես ուզում հագնես, որտեղ ըստ քեզ դա անճաշակ է։ Իմիջիայլոց ես վերջերս մի միջավայրում էի, շատ բաց դժգոհություն էին հայտնում գործարար կանայք են, որ բառից բուն իմաստով ճնշում է իրենց, իհարկե իրենք պատրաստ չեն խոսելու հանրային հրապարակային, որովհետև ասում են երկուսն էլ ընդունեցին, որ խոստով ասեցին, որ հետևից անմիջապես ուղարկել է հարկային է եւ այն ինչ որ այն 5 միլիոնը որ պահանջում է թե չտա 10 ու 20 կնստացնեն իրանց վրա եւ միանգամից հասնում են փակման եզրին, այսինքն մտածում են շարից հիմա ես չգիտեմ սա ինչ է կոչվում, սա ռեգետ է կոչվում, ինչ է կոչվում։ Նույն տղամարդ գործարարները նույն վիճակում են, հերու չգնանք, եկեղեցին։ Եկեղեցուց էլ գումարը ռեգետ արեցին, վերցրեցին, այո։ Բան չարեցին, ու քանի 80 միլիոններ ինչքան փոխանցեցին, ասին իջի վրիցս, բայց չի չափ։ Եթե դու մատենց ում է դա։ Իսկ զգուշացում այն բոլոր մարդկանց, որոնց մա որ Աննայի հետ Բողազը փող լցնելով դուք կպրծնեք իրանից չեք պրծնի, որովհետև գնալով ճաշակները ավելանալու են։ Եթե 1 միլիոն դրամով չայ եք խմում, մյուս տարի 5 միլիոնով պետք է ինչ որ բաժնետոմ սառնեք, այն մյուս տարի 10 միլիոնով պետք է բան անեք, բարեգործական վզնոսեր անեք իր ֆոնդ։ Սենց է աշխատում։ Երբ որ դու տրվում ես շանտաժի, հետևանքը սա է։ Դե ինչ անեն, հիմա այդ գործարար կանեք, ասում փակում է, բառից բուն իմաստով մեզ փակում է։ Փակում է, արի այստեղ իմ տեղը նստի, հաթաթ փաստերը ներկայացրա։ Այդխի ես կարամ, դու չես կարա։ Ուրեմն դու օքեյ ես այս ամեն ինչը։ Չէ, իրանք նշանակել են 20 հոգու, այդ 20 հոգին իրաց տեղը պետք է կռիվ տան։ Դες նշանակել են, հետո էլ բողոքում են, թե այդ օրը ինչի մի քիչ տրամադրությունը թե ինչ է։ Փողերով մի հատ ֆոնդ ստեղծեք, այդ փողերով մի հատ ֆոնդ ստեղծեք, որով ձեր շահերը կներկայացնեն եւ փաստաբաններ, եւ լրագրողներ, եւ մասնագետներ։ Բա ոնց կլինի դուք ձեր բիզնեսի համար հրեշ եք սնում, այդ հրեշը ձեզ սննկացնում է, դուք ռիսկ չեք անում ձեր խնդիրների մասին խոսեք, մենք պետք է խոսենք ձեր համար։ Это так не работает։ Շատ լավ, եւ վերջին ուրեմն երկու թեմա, լավ, ասֆալտը ասում են պայթեց իրենց գլխին։ Իմ ամենասիրած թեման ասֆալտն է։ Որտեւ ես տարիներ շարունակ գարունաշուն խոսում եմ դրա մասին, ոչ միայն ես, դրա մասին խոսում են ուրիշ ավելի նեղ մասնագիտացված Երևանի խնդիրներով բլոգերներ եւ պատգամավորներ, մասնավորապես նկատում Մանուկյան Մեսրոպին, որը մանրակրկիտ հաթաթ բան է անում։ Չախոյան անունը չեմ հիշում ինչա, ոչ մի խոսքով է տղան հաթաթ չի ալարում։ Անցնում է, ես ընդհանրապես կարող եմ ասել այն ճանապարհների մասին, որով ամեն օր երթևեկում եմ, ուրեմն պատմել եմ մի անգամ, Նվեր Սաֆարյանի փողոցը, այդ ՊՆ-ի հետևի տակի փողոցն է։ Մի սեզոնում, մի ամառվա ընթացքում 3 անգամ ասֆալտը քանդել հավաքել են։ Մեր փողոցից էլ հարցրուկ ասում։ Ես ասում եմ, քանի անգամ են արել։ Վերջի անգամ այդ ասֆալտը բերել, նորից փռել են ամռանը։ Հիմա այդ Նվեր Սաֆարյանով թե անցնենք, նես տպավորություն, че երկրորդ աշխարհամարտը անցել է այդ ճանապարհով։ Ու причем ծակերը, այդ փոսերը, գիտեք ինչ կարար ինչ որ մի sense պուջուր շերտ թռներ պատահում է։ Այս sense տալաշներով, այս բանի մի տարի մեքենաս լավ կոտրեցի, իզուր հետամուտ չեղա, դատարան չտվեցի, այնուամենայնիվ ասածս ինչա, բայց սա խնդիրը նրանում չի, որ վատ գործ են անում։ Այսինքն խնդիրը այն չի, որ փոսեր են, հա։ Խնդիրը նա որ իրանք իրանց հանցագործությունները փորձում են էլի կրծեն նախկինների վզին, նախկինների արած ասֆալտն է։ Ժողովուրդ, այդ նախկինների արած ասֆալտը 8 տարի դիմացել է, դու կարաք տենց ասֆալտ փռեք, որ 8 տարի չմտածենք դրա մասին։ Ես օքեյ եմ, որ կոնկրետ այս մի ծակը նախկինների արած ասֆալտն է։ Բայց դու կարաս իմ փողոցի վրա նենց ասֆալտ փռես մի անգամ, որ 8 տարի ես չմտածեմ փոսերի մասին, չես կարա։ Այդ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են
նորմերի խախտմամբ, այսինքն գոյություն ունի որոշակի ձև ասֆալտապատման, որ իրենք չեն պահպանում, ինչի, որովհետև էդի փողա, ինքը, չգիտեմ, 100,000 դրամ բան արել, հատկացրել է ասֆալտի գործին, ասում են ընկեր, արի բիտում չանենք, արի այս փոշալցումը չանենք, արի արմատուրայով չամրապնդենք, տուպը ասֆալտը փռենք, սվաղենք էթա, Ետ արժի 30,000 դրամ, բայց 100,000 դրամ արդեն դուրս է գրված։ Ոսում ճանապարհի վրա փող ուտել, այս սենց է լինում։ Ձեր աչքով տեսնում եք, երբ որ թաց, փոշոտ, կեղտոտ հատակի վրա բերում են տուպը, պրոստը ասֆալտը փռում կատոկում են, նշանակում է, որ 3 անձրև հետո էլի այդ նույն տեղը փոս է լինելու։ Հիմա իրանք շահագրգռված չեն ձեզ որակով ճանապարհներ ապահովեն, որովհետև իրանք զրկվելու են փող ուտելու աղբյուրից։ Որտեվ մի բանը մի անգամ լավ ասֆալտ անես ու թեման փակում, մի բանը 115 անգամ անես ու այդ նույն փողը դուրս գերեն։ Բայց ասեց ասֆալտը լավ բան է, ասֆալտը Կառավարչյանից Նիկոլասը չէ, լավ բան է ու աչքերը փայլում են։ Փողը։ Ասֆալտը փողը։ Բա։ Հսկայական գումար է։ Չկա թոշակի փող, աշխատավարձ չէ, ինչի՞։ Որովհետև ոնց որ իր ընտրողներն են։ Կարակը թանկը խարական ու չի կերեք։ Կանաչն էլ է թանկ։ Ну, Դեռ կարակից ավելի մեկը թանկ է է։ Ժանա, կանաչ սոխ կերեք։ Հա, հասկացա։ Հենա, բանը արդեն ավելուկ սկսել է դուրս գալ։ Ընկեք Դաշտեր սարերը, ընկեք։ սկի դաժե փողը պետք չի։ Ընկեք սարերը Բա մի ձեթ ու կարակել է պետք բրենդացնել, որ թե առանց դա, Նիետ, պետք չի։ Ով է կասկածի տակ դնում սոխի օգտակարությունը։ Այդ если что, ես Նիկոլ Փաշինյանն եմ ցիտում։ Եթե հանկարծ չեք հիշում նրա փառահեղ ելույթը։ Եվ վերջին թեման, այս նախկին երիտասարդը Ալենը, որ ես չգիտեմ ով է իրան սովորացրել, նախ ով ինչ խոսում է, ինքը դատակ բոլորին դատի է տալիս, թքող маման է սովորացրել, թե Նիկոլն է, թե իր մոտ այդ փայլատակումը, բոլորին անխտիր, եւ տենց իր երջանկության բանը սրան դատեցի փող կտա, սրան դատեցի փող, հեսա փող կտա, նից այսա։ Քանի դատա շահել։ Դե ինչը որ շահում է, դե երևի հաշվում։ Այդպես դու նստած հաշվում ես, մեկ ում է տալիս, բայց այդ փողը իրան, հա։ Ես չգիտեմ, որովհետև Փաշինյանը բան արեց, չէ՞, Խոստովանից ասում է, որ մենք այդ պարգևը վճարները տալիս ենք մեր աշխատողներին, մեր հավատարիմներին, աշխատողները չեն ստացել են հավատարիմները, որ նրանք դիմեն դատարան ու բան անեն, այդ վիրավորանքից բան անեն։ Ոչ դատական ծախսերն ենք բանում։ Այսինքն Ալեն Սիմոնյանը իր ջեբից չի փողը տալիս, Փաշինյանն ասում անգեր, ասում ինչ ես արա, ես փողը տալիս եմ, տերեմ, դու դատի։ Այ, դե արդեն ասել են, որ Ալեն Սիմոնյանը ինքը սուտյաժնիկ է։ Իրան թվում է, որ ինքը կինոյի տղա է, որ հեսա դատի կտա, դատարանները նրան բան կանեն, այդ պատվո այսպես վրեժ հարդար կլինեն, կրես, չկրես, տաս դատի, չտաս դատի, ես չգիտեմ դու քեզ ինչի տեղ ես դրել, բայց դու ընդհանրապես կաս, եղել ես եւ կմնաս Ալեն Սիմոնյան, ոչ ավել, ոչ պակաս, ոստեղ կապ չունի, ինչքան փող ունես, ինչ պաշտոն ունես, քանի հոգու դատի ես տվել եւ քանի դատ ես շահել, դա նշանակություն չունի։ Էությունը մնալու է անփոփոխ։ Դե տարիքում չի էլ փոխվում, դժվար թե փոխվի ինչ որ մեկի մոտ, հատկապես որ կրթությունն ինքնակրթությունը իրանց համար ունենալով այն ռեսուրսները, այն հնարավորությունները, որը ունի այսօր ժամանակավոր Ալեն Սիմոնյանը, կարող էին նպաստել նրան, որ ինքը իրան լրիվ ուրիշ ձև դրսևորեր։ Բայց նա գնաց այն ճանապարհով, որով գնաց եւ պատասխան տալու օրը գալու է։ Ինքը չի կամ ում վրա է վստահ, Նիկոլի վրա է վստահ, որ հավերժ է, ինքը իրան է ներշնչել, որ հավերժ է, մաման է ներշնչել, թե Էրդողանը ով է իրան ներշնչել, որ ինքը հավերժ է, թե մտածում է Հայաստանը չի լինի, ով իշխանությունում գտնվող ցանկացած ապուշի ցանկաց 99%-ը
այդ կարծիքի են իրենց թվում, որ սենց լինելու է հավերժ։ Այդ մենակ Ալենը չի, մենակ Նիկոլը չի, դա բոլորն են։ Բայց Սուքիասյանը էլի կմնա, որ ինքը տանի բերի իր բայուսակները, թղթերը, թե չի մնա։ Ես չգիտեմ, Սուքիասյանի հարցը շատ բան է, որովհետև այնտեղ հələ պետք է հասկանալ իր դերը, իր Դե այս բանկային բոլոր ռեֆորմները իրանով է պայմանավորված։ Չգիտեմ, ամեն դեպքում իշխանությունը մի օր դա, մի օր դա։ Շնորհակալություն։ Մի կողմից է, մյուս մի հակառակ կողմից։ Չասեիր կմեռներ, չէ՞։ Շնորհակալություն։ Խնդրեմ։